Երաժշտությունն ընկալվում է մարդկանց կողմից, ապացուցված է նաև դրա ազդեցությունը կենդանիների վրա։ Հարց է ծագում, կարող է արդյոք երաժշտությունն ազդել նաև բույսերի վրա։ Չկա արդյոք կապ տարբեր բնույթի երաժշտական ձայներ արձակող թռչունների, մեղուների ու այլ կենդանիների և բույսերի մեջ։ Կապը երաժշտության և բույսերի միջև ոչ այնքան հեռու անցյալում երևակայական էր համարվում, իսկ այժմ այն բազմաթիվ նոր փաստերով ստացել է գիտական հիմնավորում։ Պարզվել է օրինակ, որ երաժշտությունը բարձրացնում է ցանքի արդյունավետությունը, նպաստում է բույսերի զանգվածի ավելացմանը, ակտիվացնում է դրանց ծաղկումը, ազդում է ծաղիկների գույնի փոփոխության վրա, արագացնում է պտուղների հասունացումը և բարձրացնում դրանց որակը։ Երաժշտության ազդեցությամբ ցորենի բերքն ավելացել է 66%-ով, բրնձինը 60%-ով, ծխախոտինը 50%-ով։ Նարնջի հյութի մեջ C վիտամինի քանակությունն ավելացել է մոտ 12 անգամ։ Հետաքրքիր է այն փաստը, որ բույսերը գերադասում են ունկնդրել հանգստացնող երաժշտություն, իսկ աղմկոտ երաժշտության տակ և հատկապես դրա դրամատիկ պահերին նրանց կենսական ակտիվությունը պակասում է, փոքրանում են տերևների և արմատների չափերը, պակասում է բույսի ընդհանուր զանգվածը։ Կարևոր է նշել, որ այդ դեպքերում բույսերը նույնիսկ թեքվում են ձայնի աղբյուրին հակառակ կողմը, կարծես ցանկանալով խուսափել այդ երաժշտության բացասական ազդեցությունից։ Դդմենու ցանքի ժամանակ գերադասելի է երգչախմբային երաժշտությունը, վարսակի ցանքի ժամանակ առավել բարենպաստ է կանանց երգը, բանջարանոցային կուլտուրաների ցանքի ժամանակ պարկապզուկը և շվին, իսկ կտավաթի ցանքը նպատակահարմար է կատարել երգի և դրա նվագակցության պայմաններում։ Ամերիկացի հետազոտող Դան Կարլսոնը ջութակի և թավջութակի համար գրված Բախի և Վիվալդիի երաժշտության և արտարմատային սննդարար լուծույթի օգնությամբ աճեցրել է աշխարհում ամենամեծ բույսը՝ 160 մետր երկարություն ունեցող չարչարածաղիկ, այն դեպքում, երբ այդ բույսի սովորական երկարությունը 54 սանտիմետրից չի անցնում։ Որն է բույսի և երաժշտության կապի կենսաբանական մեխանիզմը։ Հայտնի է, որ բույսերը չունեն զգայարաններ և նյարդեր, բայց նրանցում կա այս կամ այն ազդեցությունն ընկալելու և կենսահոսանքներով տեղեկատվությունը հաղորդելու միջոցով գործող հետադարձ կապի յուրահատուկ համակարգ։ Բնության մեջ, որպես ամբողջական համակարգում, տարբեր երևույթների փոխադարձ կապը, համամասնությունը և ներդաշնակությունը բնական ընտրության և երկարատև էվոլյուցիայի արդյունք են։ Հետևաբար, անհրաժեշտ է գտնել և օգտվել այդ փոխհարաբերությունից, առանց խախտելու անշուշտ դարերի ընթացքում ստեղծված համակարգերը։